Ողջույն բոլորին, այս տեսանյութում հոկտեմբերի 27-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 17:48 դեռ կլինի լուսնային 17-րդ օրը։ Սկսված 17:48-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 18:17 կլինի արդեն լուսնային 18-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք ունի երեկոյան ժամը 18:51-ից մինչև այդ օրը գիշեր, լույս 28, առավոտյան ժամը 5:02։ Հոկտեմբերի 27-ին լուսինը գտնվում է ցուլ նշանում, պարանոցը, կոկորդը, ձայնալարերը, վահանաձև գեղձը, նշիկները և Ադամի խնձորը։ Մարմնի և օրգանների այս մասերը բավականին զգայուն են և ուշադրության կարիք ունեն։ Վիրահատություններ կարելի է, բայց ոչ նշածս օրգաններում։ 18-րդ լուսնային օրվա խորհրդանիշներն են հայելին, կապիկը, ասպը, վամպիրը։ Նաև բյուրեղն է, արտացոլումը։ Օրվա կարգախոսը վերլուծությունն է, նաև ինքնաճանաչումը և ինքնեձեզ ընդունելը։ Օրվա գույներն են դեղինը և կապույտը։ Օրվա քարերն են ագատը, օպալը և ամեթիստը։ Յուրաքանչյուր մարդ, այսպես ասած, ունի իր հայելին, որում տեսնում է իրեն շրջապատող աշխարհը։ Հայելին արտացոլում է ձեր գործողությունները, արարքները և զգացմունքները։ Լուսնային 18-րդ օրը նաև կոչում են հայելային օր։ Օրը այդքան էլ վատ չէ, կարող եք լինել ուղղակի մի փոքր պասիվ։ Կարող եք շատ հանգիստ ուրիշի ազդեցության տակ ընկնել։ Լավ օր է այն մարդկանց համար, ովքեր չեն վախենում փոփոխություններից և հաճույքով են ընդունում նոր բաները, ինչպես նաև հաջողակ օր է դերասանների և ճանապարհորդների համար։ Մի ասացված կա լուսնային 18-րդ օրվա վերաբերյալ. աշխարհը հայելի է, և այն յուրաքանչյուրին վերադարձնում է իր կերպարը, ինչպես մենք ենք աշխարհի հանդեպ, ինքն էլ մեր հանդեպ է, նույնն էլ մարդկությանն է վերաբերվում։ Այսօր կարող են լինել շատ խաբեություններ, դիմակներով լի մարդիկ։ Շատերը ակամա կարող են հիասթափեցնել դիմացինին։ Եթե այսօր դուք դիմացինին վատ վերաբերվեք, ապա դա ետ կվերադառնա դեպի ձեզ։ Եվ իհարկե, եթե մենք լավ վերաբերվենք իհարկե մեր դիմացինին, նույնն էլ ետ կստանանք։ Հաճախ այսօր լսում ենք թե մեր հասցեին, թե առհասարակ շատ վատ բաներ։ Այսօր ամեն լուր պետք է ընդունեք առանց էմոցիաների։ Այս լուսնային օրը մեզ դարձնում է շատ պասիվ, ուշադիր եղեք, որպեսզի ոչ ոքի ազդեցության տակ չհայտնվեք։ Ձգտեք միտքը միշտ զգոն պահել։ Ոչ ոքի խոսքը մի ընդունեք։ Ամեն արարք անելուց առաջ պետք է երկար մտածել։ Որոշ հարցերում կարող են այսօր խոչընդոտներ առաջանալ, նաև չեն բացառվում վեճերն ու կոնֆլիկտները։ Լուսնային 18-րդ օրը ի հայտ են գալիս մեր թերությունները, նրանք շատ տեսանելի են լինում ուրիշներին։ Եթե այսօր ձեր մասին որևէ մեկը ինչ-որ բան ասի, ապա պետք չէ վիրավորվել։ Ավելի լավ է մտածել, թե ինչպես կարելի է ազատվել այդ թերությունից կամ այնպես անել, որ չերևա։ Այսօր հարկավոր չէ լինել պասիվ, որքան էլ որ օրն այդպես է թելադրում։ Ընդհակառակը, եղեք շատ ակտիվ։ Քանի որ կապիկը նաև 18-րդ լուսնային օրվա խորհրդանիշն է, պետք է զգուշանալ այն մարդկանցից, ովքեր հատկապես ենթակա են այս նշանի ազդեցությանը։ Եթե ձեր տան հայելին ծուռ է, ապա ուղղեք այն։ Եթե ինչ-որ մեկը վիրավորել է ձեզ կամ ձեր ուղղությամբ վատ կարծիք է հայտնել, ապա դուք կարիք չունեք վիրավորվելու այդ մարդուց։ Տիեզերքը դրա միջոցով ցույց է տալիս, թե կյանքի որ կողմին պետք է ուշադրություն դարձնեք ավելի լավը դառնալու համար։ Եվ ընդհակառակը, ամբողջ օրը լսում եք երախտագիտության և պատվի խոսքեր, սա վկայում է այն մասին, որ դուք ճիշտ եք շարժվում։ Շրջապատող աշխարհը սիրում է ձեզ, և դուք ունեք մաքուր և հարթ հայելի։ 18-րդ լուսնային օրը պատահարներ չեն լինում։ 18-րդ լուսնային օրը երիկամները, կույրաղիքը և մեջքի ստորին հատվածը շատ խոցելի են։ 18-րդ լուսնային օրը կարող է ավելանալ դեպրեսիայի վիճակը, կարող են առաջանալ անհիմն վախեր։ Ձեր դառնությունն ու անախորժությունները տվեք ջրին, թող ջուրը խլի ձեր կյանքից բացասական սև շերտը։ Ուշադրություն դարձրեք ձեր կենդանիների առողջությանը։ Հղիություն։ Լուսնային 18-րդ օրվա բեղմնավորված երեխան այդքան էլ լավ առողջություն չի ունենա, բայց նա իր ամբողջ կյանքում կլինի շատ հարուստ և հաջողակ։ Նա կլինի բոլորի սիրելին, կլինի նաև շատ խելացի և աշխատասեր։ Ծնողները պետք է սովորեցնեն, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել էներգիան, որ չգերագնահատի իր էներգիան։
Նրանք երբեմն բժիշկներ են լինում, իսկ եթե ճիշտ ճանապարհով չգնա կդառնա դերասան, կրկեսի աշխատող, իրեն կյանքը գլխի վայր կտեսնեն և կզվորջանան դրանից։ Եթե խճճվեն և ճիշտ չգնան, իրենց միայն անհաջողություններ են սպասվում և իրենց անհաջողությունների համար կմեղադրեն բոլորին բացի իրենցից։ Այսօրը ծնվածը հետևողականորեն կգնա դեպի իր նպատակը, եթե ծնողներն իր ուղղությունը չփոխեն։ Նա կլինի շատ աշխատասեր, բիզնեսում հաջողակ, հերոսության ընդունակ, համեստ և բոլորից տարբերվող, բայց իրենք նաև լինում են հրաշալի և տաղանդավոր դերասաններ, բայց նա նաև կարող է բոլորին ծաղրել։ Սա հիանալի օր է դիետա պահելու համար։ Գոլորշու լոգանքները նաև մերսումը բարենպաստ կլինեն այսօր։ Շատ զգույշ եղեք ձեր ունեցվածքի հետ, կարող են գողություններ լինել։ Եթե մաշկին որևէ բան դուրս տա, ապա դա խոսում է միայն ներքին հիվանդության մասին։ Այսօր նաև ակտիվ կլինեն սև մոգերը, խաբեբաները և գողերը։ Հեշտ կլինի լուսնի նվազման ժամանակ մարդկանց մոլորեսնելը։ Ուշադիր եղեք երիկամներին և մեջքին։ Այսօր ավելի քան երբևէ հարկավոր չէ ալկոհոլ օգտագործել, միայն կարելի է մի փոքր գինի և շամպայն խմել։ Եթե կարող եք, ապա մաքրեք ձեր աղիները, թեթև սնունդ ուտելով։ Սանրվածք։ Այսօր չեզոք օր է մազերը կտրելու համար։ Մազերի ներկում։ Մազերը ներկելը կօգնի ձեզ հաջողության հասնել։ Կարող եք անգամ հիշել, թե ինչ գույն են ձեր մազերը եղել, երբ հաջողության կար ձեր կյանքում։ Երբ ձեզ ամենահաջող մարդն էիք զգում, երբ գումարի հետ կապված խնդիրներ չկային, ցանկացած շփում հեշտ էր ընթանում։ Կարծում եմ ամեն մեկն ունեցել է նման պահեր։ Ներկեք ձեր մազերը այդ երանգով, որպեսզի վերադարձնեք այդ օրերը։ Այսօր կարող եք այնպես հարդարել ձեր վարսերը, որ կլինեն շքեղ և խոպոպներով։ Մտածեք, թե այսօր ինչն է ձեզ համար ամենակարևորը և ասեք բարձրաձայն։ Կարող եք անգամ սանրել ձեր մազերը փայտե սանրով, եթե իհարկե ունեք։ Բիզնես և աշխատանք։ Լուսնային 18-րդ օրը կարող է օրն այնքան արագ անցնել, որ չզգաք փոփոխությունները և անգամ չեք էլ հասցնի որևէ եզրակացություն անել։ Այսօր փորձեք շատ կարևոր բաներ չծրագրել։ Կարող եք անկանխատեսելի բաներ կատարվել։ Անձնական կյանք։ Լուսնային 18-րդ օրը մենք կարող ենք հանդիպել այն սիրուն, որին արժանի ենք, քանի որ այդ մարդը կլինի մեր պատկերը, մեզ նման։ Եթե դուք ժլատ եք, ապա նա կլինի աղքատ, իսկ եթե դուք առատաձեռն եք, ապա նա էլ նույնը կլինի։ 18-րդ լուսնային օրը բոլորովին հարմար չէ ռոմանտիկ ժամադրության և հարաբերությունների համար։ Ամուսնության համար լավ օր է 18-րդ լուսնային օրը։ Էզոտերիզմ։ Այսօրվա երազներն իրականանում են։ Եթե այդ օրը մղձավանջ կտեսնեք, ուրեմն ինչ-որ բանի մեջ սայթաքել եք կամ լուրջ սխալներ եք թույլ տվել, պետք է ուղղեք։ Եթե այսօրը պայծառ ու լավ երազներ են տեսնում, ապա կյանքում այդպես կլինի։ Հնարավոր են շահույթներ, գնումներ, նվերներ և նոր հագուստ։ Հավելյալ քարերն են սպիտակ ագաթը, յասամանագույն ամեթիստը և օպալը։ Ակնաղենների թվում օպալը համարվում է ամենագեղեցիկներից մեկը։ Նա օգնում է թույլերին, իսկ ուժեղների համար կարող է թշնամի դառնալ։ Այգեգործության համար կարող եք այսօր սերմեր ցանել, դրանք շատ բարենպաստ են։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Առօրյա գործեր, պլանավորում, հանգիստ զբաղմունք, փոքր գնումներ, մեդիտացիա և յոգա։ Ինչից խուսափել այս լուսնային օրը լուրջ առաջադրանքներից և նախագծերից, զանգվածային միջոցառումներից, խոշոր դրամական գործարքներից և ալկոհոլից։ Լուսնային 18-րդ օրը բարենպաստ են պլաստիկ վիրահատությունները, նաև բարենպաստ են աշխատավարձի բարձրացումը, եթե դուք աշխատողներ ունեք կամ դիմեք, որպեսզի բարձրացնեն այն, նոր տուն տեղափոխվել, կենցաղային տեխնիկա գնել, տեղափոխություն և բնակարանամուտ, նաև նոր տուն գնել, ասեղնագործության համար է լավ, կենդանիներին ամորձատելու համար է շատ լավ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։